Եվ ինչպես միշտ, նաև այժմ մեծարվի Քրիստոսի մարմնի մեջ, թե իմ ապրելով եւ թե մեռնելով, քանի որ ինձ համար կյանքը Քրիստոս է, իսկ մեռնելը շահ։ Լսեք ինչ ասում Պողոս Արաքյալը, ասում է, թե իմ մեռնելով, թե իմ ապրելով, ուզում եմ որ Քրիստոս փառավորվի, որտեվ թե իմ ապրելն է Քրիստոսի համար, թե մեռնելը մահը իր համար շահ է համարում։ Այստեղ նստածներից ինձ այնպես ասում, մենք կարող ենք այսօր բարձրաձայն այսպես ասել, որ մահը ինձ համար շահ է։ Չէ, մենք վախենում ենք դեռ մահվանից, որովհետև մեղքեր կան, որ մեզ տանջում են, մեղքեր կան, որ մենք չենք խոստովանել, մեղքեր կան, որ հետապնդում են, ամեն կերպ պայքարում ենք այդ մեղքերից ազատվելու, տեսանելի թե անտեսանելի, դրա համար վախենում ենք։ Բայց քանի որ Պողոս Արաքյալը ինքը իր ամբողջ կյանքը այս սրբության մեջ էր ապրել, փորձել էր Հիսուսին նմանվել, դրա համար ինքը այսպես բարձրաձայն ասում է, մահը ինձ համար շահ է։ Թե ապրելը, թե մեռնելը Քրիստոսի փառքի համար է։ Ուրեմն մարդը նույնիսկ իր մահով պիտի փառավորի Հիսուս Քրիստոսին։ Երբ որ մենք սուրբերի տոներն ենք նշում, մենք ո՞ր օրն ենք նշում, իրենց ծննդյան թե մահվան։ Մահվան։ Մենք սուրբերի հիշատակներ իրենց նահատակության օրով ենք նշում, այսինքն իրենց համար այդ կարևոր մահվան նահատակության օրն է, որտեղ այդ օրն է փառավորվել։ Օրինակ Սուրբ Ստեփանոսը, երբ որ իրենք քարկոծում էին, երկինքը բացած աչքերն ասում էր՝ հայր, ներիր սրանց, չէ, որտեղ չգիտեն ինչ է, ներիր սրանց։ Խնդրում էր։ Մենք այդ նահատակության օրն ենք փառավորում։ Գրիգոր Լուսավորչի մահը չգիտենք երբ է մահացել, բայց իր մահով ենք իր ոչ թե ծնունդն ենք նշում, այլ իր մահն ենք նշում, որտեղ այս մահն է պատճառ դարձել, որ իրենք փառավոր, որտեղ երբ որ եկել են Գրիգոր Լուսավորչին Սուրմանյա քարայրում գտել են մահացած, իր մարմինը փթած չէր։ Հակառակը ամբողջությամբ նույն մարմինն էր, անշրջացած, լույս էր ճառագում եւ անուշահոտում էր, սրբացված էր այդ մարմինը։ Դրա համար մենք իրենց մահվան օրով ենք հիշատակում։